Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, բարի գալուստ իմ խոհանոց, շնորհակալություն ակտիվության և կոմենտների համար։ Սիրելիներս, այսօր ես ձեզ համար բերել եմ անչափ համեղ շվեդական ալմոնդի տորթի բաղադրատոմսը։ Սիրելիներս, եւ զարմանում եմ, թե մինչև հիմա ինչու չեմ կիսվել ձեզ հետ այս հրաշալի տորթի բաղադրատոմսով, որովհետև այն շատ սիրում են ոչ միայն Շվեդիայում բնակվող բնակիչները, այլ նաև Շվեդիա հյուրընկալված բոլոր մարդիկ։ Սիրելիներս, ես կիսվել եմ ձեզ հետ դասական տարբերակը, որը պատրաստում է 2 շերտից, այն վաճառվում է այդ տարբերակով խանութներում, իսկ ես պատրաստել եմ 4 շերտով, այսինքն օգտվել եմ 2 չափաբաժնից։ Նայեք սիրելիներս, սա արդեն ալմոնդի տորթի կտրված տարբերակն է։ Նայեք, թե ինչպիսի ախորժալի տեսք ունի։ Պետք է անպայման փորձեք, պատրաստեք և կհամոզվեք, որ իսկապես անմահական համ ունի։ Բովենք նուշը դնենք հովանա։ Եփովի կրեմ պատրաստելու համար շաքարավազին ավելացնում ենք եգիպտացորենի ալյուր, վանիլ, խառնում ենք, ավելացնում ենք ձվի դեղնուցը, նորից խառնում ենք, որպեսզի ստացվի միասեռ զանգված, ավելացնում ենք կաթը, խառնելով դնում ենք կրակին, խառնում ենք այնքան, մինչև ստացվի բլդա և ստացվի այսպիսի մածուծիկությամբ մասսա։ Տեղափոխում ենք մեր կրեմը մեկ այլ տարայի մեջ, սննդային թաղանթով ծածկում ենք, դնում հովանա։ Մինչև կհովանա մեր կրեմը, պատրաստում ենք մանրացրած նուշը բլենդերի օգնությամբ, իսկ շերտերը ստանալու համար ձվի սպիտակուցին, սենյակային ջերմաստիճանի ավելացնում ենք մի փոքր աղ, դնում ենք հարիչի օգնությամբ, հարելու սկզբում թույլ, հետո ուժեղացնում ենք արագությունը և աստիճանաբար շաքարավազը ավելացնելով ստանում ենք այսպիսի պինդ, ամուր բեզե։ Մանրացրած նուշին ավելացնում ենք վանիլ, խառնում ենք և ավելացնում մեր բեզեին։ Խառնում ենք վերից վար նույն ուղղությամբ, որպեսզի մեր բեզեն չկորցնի իր պնդությունը։ Երկու տապակի մեջ ընդգծել եմ 20 սանտիմետր տրամագծով շրջաններ, կանծի ձերսկի պարկի օգնությամբ ընդգծում եմ շրջանները և նոր գդալի օգնությամբ տարածում եմ ամբողջ մեր զանգվածը, ստանում եմ, ինձ այսպես ավելի հարմար է, և ստանում եմ այսպիսի շերտեր, 4 շերտեր, թխելու եմ 175 աստիճան, 50-ից 60 աստիճան, նայած թե ում ջեռոցը ինչպես կթխի, ստանալու ենք այսպիսի գույնի շերտեր, պետք է անպայման ստուգենք, թխված է թե ոչ, նայեք։ Թողնենք լավ հովանա, մինչ այդ պատրաստենք կրեմը։ Փափուկ սենյակային ջերմաստիճանի մեզ ասեմ, որ նախապես պետք է բովենք նուշի փաթիլներ ևս։ Սենյակային ջերմաստիճանի կարագին ավելացրել եմ վանիլ, խառնել եմ այնքան, մինչև սպիտակի, հետո գդալ, ավելացնում եմ մեր եփովի մասսան,
եւ ստանում եմ անչափ համեղ այսպիսի կրեմ։ Շատ կանդիդերներ այս կրեմին ավելացնում են եւս կաթնային շոկոլադ, սպիտակ շոկոլադ, հավաքենք մեր այս դասական տարբերակով ալմոնդի տորթը։ Առաջ շերտը դնում ենք եւ շատ առատորեն քսում ենք կրեմը։ Ասեմ, որ տորթը որպեսի օգտվեք, պետք է անպայման 1 օր առաջ պատրաստեք, որպեսի ավելի համահունչ ստացվի համը, կրեմը միասին։ Դնում ենք 3-րդ շերտը, իսկ 4-րդ շերտը շրջած վիճակում ենք դնելու, որպեսզի ավելի հարթ լինի։ Ամբողջովին կրեմապատելուց հետո կողքերը նույնպես ձևավորում ենք բոված նուշի փաթիլներով, որովհետև թույլ է տալիս ստանալու դասական ալմոնդի տորթի այս տեսքը։ Սա հենց հանդիսանում է ալմոնդի տորթի դասական տարբերակը։ Ես այսօր այս տորթը շոկոլադապատել եմ, կաթնային շոկոլադին ավելացրել եմ մի փոքր բուսայուղ, ամբողջ տորթը շոկոլադապատել եմ եւ նուշի փաթիլներով ստացել եմ այսպիսի շատ գեղեցիկ, ասեմ նաեւ անչափ համեղ ալմոնդի տորթի այս իմ տարբերակը։